Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава Российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Պարգևատրման այս արարողությունը տեղի է ունեցել 2025-ի նոյեմբերի 4-ին, երբ Վլադիմիր Պուտինը պետական մրցանակներ էր հանձնում, հանդիսավարը Եզրաս arczepiskopos Ներսիսյանին ներկայացրեց որպես հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու թեմի առաջնորդ։ Այդ ժամանակ քչերն ուշադրություն դարձրին փաստին, որ առաքելական բառը համադրված է ուղղափառ արտահայտության հետ։ Փետրվարի 5-ին կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ռադարի եթերում կաթողիկոսին ծանր մեղադրանքներ ուղղեց։ Նրանք բոլորը, ովքեր պաշտպանում են այսօր կաթողիկոսին, թող մտածեն, ինչ իրավունքով է այս խախտումը արվել եւ արդյոք հարց են բարձրացնում միայն Ռուսաստանի թեմի կանոնադրության մեջ այս փոփոխությունը, այս ապօրինի փոփոխությունը արված, թե կան էլի կանոնադրություններ վերջի շրջանում իր կողմից հաստատված, որտեղ հայ եկեղեցու պաշտոնական անվանումը զեղծված է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարծիքով այս բացահայտումը բավարար է, որպեսզի կաթողիկոսը կարգալույց հռչակվի։ Մայրաթորից սակայն մեղադրանքները չեն ընդունում։ Ասողիկ Աբեղա Կարապետյանն է գրառում արել, պնդելով հակաեկեղեցական արշավի կազմակերպիչները զրպարտում են ու մոլորեցնում հավատավոր ժողովրդին։ Նա ներկայացրել է Մաղաքի arczepiskopos Օրմանյանի աշխատություններից մեկը, որտեղ հայ եկեղեցու հետ միասին օգտագործվում է ուղղափառ ածականը։ Օրմանյանական այս հիրավի հուշկու ապտակը լիովին բավարար է ընդդեմ հայոց եկեղեցու ասպատակածներին։ Ամոթ է, հազար ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը, ընդմիջտ զարանելով հայաստանյաց ընդհանրական առաքելական ուղղափառ եւ Սուրբ եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին։